մարդկային այլանդակությունը եւ դաժանությունը իհարկե չափ ու սահման չունի, ամեն անգամ կարող եմ համոզվել դրա մեջ, նոր լսեցի այդ ահաբեկության մասին, այդ լուրը, ահաբեկության մասին այդ լուրը, դե ճիշտ է, դիմադիրալիքները խոսում են անմեղության կանխավարկածի մասին, որ դեռ քննչականում է, դեռ ամեն ինչ պարզ չի, կարող է արհեստական բանականություն են բանացրել, կարող է ինչ-որ մոնտաժել են խոսքերը եւ այլն, կարող է, հա, իրականում ոչ մեկ չկերավ Բագրատ Սրբազանին, բայց այն, որ առանձնապես տենց մեծ ուղեղի տեր մարդ չի ինքը, դա մենք հասկացանք արդեն շատ վաղուց, մի տարի է ինչ հասկացանք, ինձ ուղղակի հետաքրքրում է այն մարդիկ, ովքեր որ իրա կողքն են, ասենք ինչով են մտածում, եւ եթե դա իսկապես ճշմարտություն է, ասենք ինչ է ուզում եք, ասենք, չգիտեմ, ասենք այն փողոցում քայլող մարդը կամ ես թեկուս ավտոբուսով երեխայից հետ գնայի ինչ-որ միտեղ ու դուք այդ ավտոբուսը վառեիք, ինչքան ճղճի եք, ինչքան որբ եք դուք, բոլորդ որբ եւ ինչքան անուղեղ եք, որ այս ձեր գործողությամբ, եթե դա ճիշտ է իհարկե, ես 90% համոզված եմ, որ այդպես էլ եղել է, բայց կարող է պատահի սխալվում եմ, չգիտեմ, Աստված տա, դուք չեք հասկանում, որ հիմա անգամ ես, որ երբեք Նիկոլ Փաշինյանին չի ընտրել, ոչ 18-ին, ոչ 21-ին, եթե անգամ արտասահմանում լինեմ, ասենք վոտով կգամ ու կընտրեմ, որ ձեր նման անասունները հանգարց չգան իշխանության։ Հասկանում եք, դուք ինչ եք անում։ Դուք չեք հասկանում, ախր եթե դուք ունենայիք ուղեղ, եթե հասկանայիք, որ կարդացած գրքերի քանակը ինտելեկտ չեն ավելացնում եւ հասկանայիք, որ կա էլեմենտար բաներ, էլի, ասենք մարդկային հոգեբանության ու հայի հոգեբանության մեջ, դուք այդպես չէիք անի։ Դուք դա ձեր մտքով չէր անցնի այդպիսի էշություն անել, որովհետեւ թեկուզ ՊՊՑ գունդը ունենալով որպես օրինակ, իսկ մենք շատ օրինակներ ունենք, գոնե ասենք տենց չէիք վարվի, էլի, հա։ Տեսեք, կամ չէիք ուզենա վարվել։ Հիմա ասում եք, հիմա շատերը կասեն, դե դեռ հələ ապացուցված չի, բայց ժողովուրդ, բայց կարելի է չէ ենթադրել։ Մենք տեսել ենք մարտի 1, մենք տեսել ենք հոկտեմբերի 27, մենք շատ անգամ ենք տեսել Երևանի փողոցներում արյունոտ ասֆալտ, հա, մարդու ատամներ, թափած աչք, ուղեղ, սպանված դիակներ, տեսել ենք ախր դա, տես չի, որ մենք դա չենք տեսել ու հիմա զարմացել ենք, վայ, տես բան հնարավոր չէ, տեն չի հնարավոր չի, որ հայ չենք, հնարավոր է։ Գիտեք, աշխարհում, ես չեմ զզվում կրոններից ընդհանրապես, կրոն ասածից, հա, միգուցե հավատքից չէ, որտեղ հավատը դա մարդու խղճի բանն է, հա, իրավունքն է, ազատ արտահայտվելու, ինչ-որ բան դավանելու, այլ կրոններից, որովհետև բոլոր պոռնկությունները, ինչ պոռնկություն ասես եղել է աշխարհում, ինչ այլանդակություն, ինչ բռնություն, դա եղել է Աստծո անունից։ Աստծո անունից էին այն իգիլը, այսպես ասած, օրանժ գույնի մարդկանց հագցնում եւ վզերը կտրում օվկիանոսի ափին, տեսել եք երևի թե սարսափելի կադրերը, հա, Աստծո անունից են անում, ասենք, խաչակրած արշավները մարդկանց սպանելով եւ դուք էլ հիմա Աստծո անունից եք գործում, ախ, ափսոս, ասեմ, ես երևի թե ամենամեծ բանը, որ ես ափսոսում եմ, որ չկա այդ Աստծո արդարադատություն ասածը, որ այն կլասիկ ձևով, որ դուք եք անուղեղներ այդ մտածում Աստված, էլի որ դե ձյաձյա նստած մորուքով ու սաղին սենց անում, այ ափսոս դա չկա,
Թե չէ սաղիտը սենց էր արել հիմա։ Ափսոս։ Ինչ ասեմ։ Որը բնությունը չունի արդարություն, մարդարություն, բան տստից բաներ չկա, հա։ Կա բնական օրենքներ ընդամենը, ինձ համար տենց է, ագնոստիկ եմ, հավատացյալ չեմ, բայց ափսոս, որ իսկապես է տենց չի։ Այն ժամանակ խաչերը ձեր բոլորը կհաներ ու մեկ-մեկ կողեր ворներդ։ Այդ ժամանակ տենց կլներ։ Ներեցեք ափսոս բառի համար։ Էտեք էլի, էտեք խաչակնքվող սատանաներ եք, ինչ ասեմ։ Այլանդակ եք, դուք ատում եք այս ժողովուրդը։ Գիտեք, մեկ-մեկ ես եմ ինձ բռնել շատ հաճախ խոսելուց, ընկերների հետ նստելուց, բան ասեմ, արա ինչ այլանդակ ժողովուրդ ենք, ես ոնց արա յախք ոնց եմ զզվում սրանից, բա եղել է իհարկե։ Եղել ասեմ, ես սրանք ատում եմ սրանց։ Խարա սատկեին պրծնենք, եղել է այն էմոցիոնալ, այն պորտկումների, բաների ժամանակ, երբ որ տեսնում ես ժողովրդիդ այլանդակ դրսևորումները, երբ որ տեսնում ես այդ տոտալ անգրագիտությունը, տոտալ մարդաչսիրությունը, բնության հանդեպ վերաբերմունքը, պետության հանդեպ վերաբերմունքը, եղել է, որ սաղին ցանկացել ես 10 սատկացնես, սա եղել է, բայց միշտ, գիտեք ինչ որ, միշտ ինչ որ մի սահման կա, որ երբ որ իսկապես գործողություն ասենք լինի, կասեմ չէ, ես երբեք չեմ կարա մարդ սպանեմ, հայ լինի նա, թե ինչ լինի, դա կարևոր չի, ես երբեք չեմ կարա էնել քաղաքական ինչ-որ հայացքներից ելնելով, ինչ-որ մեկի վնաս տամ, պտի պոռնիկի ծնունդ լնես, որ տես բան անես, հասկանում ես, ես իմ հանդիսատեսի մեջ այս, որ գալու են նստեն, ով ասես չկա, ով ասես, էլ քոչարյանական, էլ սերժական, էլ քեպեական, էլ սատանայական, էլ աստվածական, էլ ես ով ինձ բռոդ ասես կարող է գա, ով ասես, բայց դրանք մարդ են, մարդ, հմի տենց են մտածում, դե մի ջայնամ ինչ ասեմ, հա իմ մտածելակերպի հետ չի բռնում, հասկացանք, բայց սպանես, հա, վնաս տաս, ոնց, արա ես սաղիցդ քրիստոնյա եմ, այ այլանդակներ, ես որ երբեք երկու անգամ եմ եկեղեցի մտել կյանքիս մեջ, որ բացարձակ անտարբեր եմ բոլոր եկեղեցական տոներին, ծեսերին, ծոմերին, կուսակրոնությանը ու կամ եսի մնչին աստված տապ, չգիտեմ, վաբշե ոչ մի կապ չունեմ, 1000 անգամ ձեզանից ավելի քրիստոնյա եմ, 1000 անգամ, որ դուք վատն եք, դուք վատն եք ոչ միայն նրա համար, որ ատում եք այս ժողովուրդը, այլ վատն եք նրա համար, որ թույլ եք տալի ձեր ապուշ, հիմար, ապաշնոր, զզվելի գործողություններով այս իշխանությանը վերարտադրվել, թե չէ վաղուց փոխել էինք, ուղարկեինք թոշակի, մի հատ ուրիշ քաղաքական ուժ կգար, ռուսամետա, թուրքամետա, զահռումարամետա, եսի մինչա, կլներ իշխանություն, մենք եկը քննադատեինք, միտեղ կսիրեինք, միտեղ կատեինք, միտեղ պաման, տենց ասենք ես երգիրը կքշեինք առաջ։ Դուք արա ձեր անասուն հայլով խանգարում եք, դուք հասկանում եք, որ դուք խանգարում եք, այ եզեր, ելեք սիկտիր եղեք, արա վերջապես, արա ես իշխանությանը ատում եմ մենակ նրա համար, որ սենց ապաշնոր ու տենց անուղեղա, են ասում է, օրինակ հիմա կոնկրետ, ահաբեկության մասին հայտարարությունը տվեն են Անճապարյանը, ասելա չէ, որ Ռոբերտ Քոչարյանը չունի մի հատ մարդ, մի հատ գեներալ կամ եսիմ ինչ որ ասենք ելնի հեղաշրջումանը չունի, էդ ինչ է ժողովուրդ, էդ հեղաշրջման բանա, գոչա, ընդամենը, ու ինչ, ուր են մեն իրավապահները բանը, թե սպասում եք դանակը, ասենք դուք սպասում էիք, որ, ասենք իսկ եթե չհասցնեիք, ում երկու հատ ավտոբուս տրակցնեին այդ անասունները, մի սպասում եք ըլնի իսկապես, որ նոր բռնեք, ժողովուրդ, եթե ես ասում եմ, որ ես մարդ եմ սպանելու, ես գոնե պտի ուշադրության տակ լինեմ, եթե մարդ սպանելը ոչ, բայց եթե ասելու եմ, որ հեղաշրջում եմ անելու,
Համապատասխան մարմինները պիտի զբաղվեն ինձնով, կապ չունի, վրես խաչ կա, սքեմ կա, չկա, բան եմ, կաթողիկոս եմ, կամ ես ով եմ, կամ ինձ զառում եմ, կապ չունի, դա կապ չունի։ Մարդը կոնկրետ ասել է։ Ու կոնկրետ հիմա գործողություններ ելնում են, չէ՞, դե ասենք Յանի թե բռնել եք, դու տեսնենք հələ։ Հələ տեսնենք ինչքանով է սուտ ձեր ասածը, ինչքանով է ճիշտ, ասենք ի վերջո այս աշխարհում այս ինֆորմացիոն պատոկում չես հասկանում ով բարեկամն է։ Ում նուրդեղ է, էլի, ուրդեղից կմտնի, ուրդեղից դուրս կգա, չգիտենք։ Չգիտենք։ Բայց ճշմարտության հոտ կա այդտեղ, սпасելի է։ Սպասելի է, որովհետև տեսան, որ սահմանադրական բանով ասում է, չէ, դա Ճապարյանն էր ասում։ Սա բնդրություններով հնարավոր չի։ Հնարավոր չի, ուրեմն պետք է հեղաշրջում լինի։ Այդ մարդկանց խելք ուղեղը այդքան է։ Հիմա դա դրսից է ուղղորդվում, Ռուսաստանն է մեղավոր, թե էսի մի կարևոր չի արդեն։ Իդեպ դրա մասին մի երկու խոսք։ Այդ որ ասում եք, հեսա քրեական հետապնդում, բան եւ այլն գործը բացվում։ Իսկ որ տարավ Պուտին ձյաձյայի մոտ կամ Պեսկովեն, եթիմների մոտ տարավ, ինչ եք անելու։ Քոչարյան նման կարճելու եք գործը։ Հա։ Այդ անելու է, այդ անելու է, անդե է տանելու։ Բնականաբար իրանք, ասենք, ուզում են որ ստեսես բան լինի։ Ուզում են։ Որ տարավ այնտեղ, այդ ԿՊԱ-ական այդ տղեկը, որ նստած են հիմա առաջին լրատվականում, չգիտեմ, ուրիշ ասենք, անկախ կամ ոչ այնքան անկախ հեռուստաալիքներով ու տենց հիմա տենց խոսում են, հա, ճամարտակում են այդ թեմայով։ Որ տարավ ասենք ընդ ինչ պետք է ասեք, հա, պետքա մինչև վերջ գնաք, ախր սուտ եք ասում, չեք անելու, եք հակելու եք տակները, թե ախր, չեք կարելու անեք։ Ինչպես մարտի 1-ը չբացահայտեցիք, ինչպես հոկտեմբերի 27-ը, նույնն էլ էսա մնալու։ Արա ոնց եմ լավագոն է տեղում տղեկը կարողացան կանխեն այդ ամեն ինչ, եթե իսկապես եղել է։ Շատ ասենք շատ ա եղել որ քննադատել եմ այդ ԱԱՑ լինի կամ ներքին գործերի չէ աշխատակիցներ լինեն, բան գիտեմ, շատ ենք ասել։ Բայց այս անգամ չեմ կարող շնորհակալությունս չհայտնեմ։ Եթե իսկապես կանխվել է այդպիսի այլանդակություն, որ Երևանում կարող է լինել, Հայաստանում, այդ մալուխները կտրել, ավտոբուսները տրակցնել, ինտերնետը անջատել, բոլորը ստրասն է։ Արա դուք ով եք արա։ Ով է, արա դուք դուք լիֆտի մալուխ չեք կարա կտրեք, այ բեզդարներ։ Դուք այդ իշխանությունից ավելի բեզդար եք, դուք չեք ջոգում, դուք ավելի վատն եք։ Դուք ավելի վատն եք, դուք Սկին էլեմենտար բան չէ, դու բանկա չեր կախածները տարա բանին սահմաններին, այ եթիմներ, այդ չեր արածները տարա։ 80-ականների զենքերը չէր որ բերել էիք։ Ղարաբաղից այդ բաները չէիք բերում որ մեստեղ ջարդեր, այդ չէ կարա։ Ուզում եք դու ցեղաշրջում լավ է։ Տես տղայք դուք էլի վառեք, ջարդեք, թափեք բան։ Եղկրը, թքեմերեսներիդ։ Ես կարծում եմ, եթե անգամ իրավապահները իրականում ճիշտ գնահատական չտան այդ ամեն ինչի, ապա ժողովուրդը, որը որ սկզբից հավատաց պարոն Գալստյանյանին, սրբազան պայքարը, ասացեք խնդրեմ, խաչերը առնենք, եթանք թուրքերին սպանենք, Տիրանցից մինչև բան, ուր է այդ, Ղարաբաղ, գոնե գիտես շնորհակալություն, որ այն ովքեր որ են 50,000 եկել կայնել են այդ բանում, այդ հրապարակում, հասկացան ովքեր եք դուք։ Ես վաղուց էի հասկացել, դուք բոլորի զմալ խելոք չեն, հասկացան ովքեր եք դուք, դուք ահաբեկիչներ, մարդասպաններ, տմարդ, ինչ ասեմ, Ну, в общем, դրանց հետո արդեն քֆուրներ է այդում, չեմ ուզում, էդ եք։ Ես Երանի եմ տալիս, իրականում իսկապես կուզեմ, որ այս ամեն ինչը լինի իշխանության սարքածը ու սուտ լինի, սուտ։ Այդ դեպքում իշխանության ռեյտինգը կընկնի,
Եվ կգնանք կընտրենք ինչ-որ մի հատ ուրիշ ուժ։ Կան, դաշտում կան ինչ-որ մարդիկ, անունները չեմ ուզում տամ, որ դու չասեք, հա, ուղղորդված է, Երանի եմ տալի։ Տեսնենք, կապրենք կտեսնենք ժողովուրդ ջան, կապրենք կտեսնենք։ Հիմա ասենք մեր գործերի։ Ամսի 28-ին, ահա, էսա, աթոռները շարել եմ, թատրոնս աշխատում արդեն, բացվել է։ Այսպիսի հրաշալի տեղում, տեսեք, ես իմ այգին է, այստեղ ֆուրշետ կլինի, կօգտվենք բոլոր բարիքներից մեր սպոնսորների, այսպես ասած, այդ օրը ջազ կերգեմ իմ ընկերների հետ, շատ լավ ժամանակ կանցկացնենք։ Ամսի 28-ին, ժամը 7-ին սկսում եմ, ժամը 6-ից կամաց եկեք։ Դրանք ովքեր, որ մեքենայով չեն ուզում գան և մի քանի բաժակ բան ուզում խմեն, իսկ կլինի այդ օրը խմիչք էլ կլինի իհարկե։ Կարող են օգտվել մեր ավտոբուսներից։ Ես հեռախոսահամարները կթողնեմ անմիջապես հետո, լայվից, բանից հետո, ես ավելի լուրջից հետո կարող եք զանգահարել և ամբողջ ինֆորմացիան ունենալից ես թողեք անցնեմ գործի, աթոռները փոշոտ են, պիտի մաքրեմ, լիքը գործ կա, տեխնիկա պիտի տեղադրեմ, հեսա ընկերներս կգան, մի խոսքով կնոպկեն գտնենք, գնանք, լավ բաներից խոսենք։ Ուֆ, իմ շատ ջղայնացա, շատ ջղայնացա այս ամենի համար, տեսնենք ժողովուրդ ջան, սուտ է, ճիշտ է, այն ժամանակ, ինչ ասեմ, կնոպկերը